Ողջույն։ ԿՊԱ-ական իշխանությունը ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ է, բայց այնքան անտաղանդ ու էժան, որ դառնում են ծիծաղի առարկա։ Երեկ Փաշինյանը հայտարարեց թոշակը բարձրացնելու մասին, ինչը միանշանակորեն դիտվեց ընտրակաշառք։ Այսօր հայտարարեցին իրենց ստեղծած համընդհանուր հայտարարագրման համակարգում այսպես կոչված բարեփոխումների մասին։ Իհարկե այդ համակարգին ժողովուրդը ի սկզբանե ոչ վստահում էր, ոչ ընդունեց, ոչ էլ հետևեց դրան, ու կառավարությունը ստիպված անընդհատ փոփոխում է։ Դե մինչև ընտրություններ այնքան բաներ կլսեք։ Ինձ այս ընթացքում, երբ որևէ մեկը խորհուրդ է հարցնում, թե ուր դիմի իր խնդրի լուծման համար, ասում եմ՝ կառավարություն, նախընտրական, այսինքն իսկը քո խնդիրը լուծելու ժամանակն է, դիմիր, որտեղ հետո քո մասին մոռանալու են։ Իսկ ինչու են ծաղրում իշխանությանը իր որոշումների համար։ 3 փետրվարի 25-ին Վիոլյա ջուր ընկերությունը հայտնեց, որ ամռան ամիսներին ժողովրդին ամեն օր 7 ժամ անջուր է թողնելու։ Երկար դժգոհություններից հետո տարածքային կառավարման նախարարը հայտնեց, թե կառավարության միջամտության արդյունքում ջրերը գիշերը չեն կտրի։ Նախապես չեն կարգավորել հարցը, սպասել են հրապարակվի, հանրայնացվի, որ իրենք որպես ջուր բերող ասպետ գան ու իբր կարգավորեն խնդիրը։ Հետաքրքիր է, կառավարության միջամտության արդյունքում էլ ինչեր կտեսնենք մարտ, ապրիլ ու մայիս ամիսներին եւ մինչեւ հունիսի 7-ը։ Հնարավոր է կառավարության անդամներին տեսնենք կամրջների վրա ինքնասպանություն կանխելիս, որ ասեն կառավարության միջամտության արդյունքում այսինչը ինքնասպան չեղավ։ Հնարավոր է նախարարները ավտոբուսով երթևեկեն միայն նրա համար, որ տատիկներին իրենց տեղը զիջեն։ Օդերևութաբանները գրում են, ասում են, որ մայրաքաղաք Երևանում մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում 18-ից 23 մետր/վայրկյան արագությամբ։ Հնարավոր է հայտարարեն, որ կառավարության միջամտության արդյունքում քամու արագությունը իջեցվել է 16-ից օրինակ 21 մետր/վայրկյանի, կամ էլ տեղափոխվել է քամին հունիսի 8-ից հետո։ Սրանք Ժողովուրդ ջան, պատրաստ են ծաղրվել ուժերի ներածին չափով։ Պարզվեց իմիջիայլոց, որ ջրի խնդիրը ոչ էլ լուծել են։ Ջրային կոմիտեի նախագահն ասում է մեկ է, լինելու են ջրանջատումներ, բայց 70 միլիոն եվրո վարկի տակ են գցում պետությանը, ժողովրդին իբր ջրային բարելավումների համար։ Չեն բարելավում, ջրերը նույնությամբ անջատելու են, բայց վարկ են վերցնում։ Չեն բացառում, որ կառավարությունն ասի՝ մի անջատեք ջրերը մինչև հունիս, ընտրություններից հետո ուզում եք օրվա 20 ժամը անջատեք ջուրը։ Մենակ կառավարական դաշաների նտակ լրիվ հերիք է, որ Վիոլյա ջրից բողոքները շատ են, փաստ է, ինքս առնչվել եմ։ Սարի թաղի բնակիչները բողոքում էին, որ ջուր է լցվում իրենց տները, հետո հոսում փողոցներով։ Զանգում են Վիոլյա ջուր, ներկայանում եմ, ու ինձ ասում են՝ ձեր լրատվամիջոցով բարձրաձայնեք, հնչեղություն տվեք, գուցե հասցեատերը արձագանքի ու կարգավորեն։ Վստահ եմ, եթե Վիոլյան լիներ ռուսական ընկերություն, հիմա խլել էին։ Հիմա ասում են ջրերը անջատում ենք գիշերը, որ կորուստները նվազեն։ Այդ ցերեկն էլ կորուստ կա։ Դե 24 ժամ անջատեք, Նիկոլը թող կոչանի տանը կաթիլային համակարգ քաշենք։ Իրականում այս մարդիկ երկիրը մտցրել են խորը ճգնաժամերի մեջ, կառավարման խորը ճգնաժամեր են բոլոր ոլորտներում, ու դա տրամաբանական է, չի կարող սրանց օրոք արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ քաոս լինի, ներքինում քաոս լինի, տնտեսության մեջ քաոս լինի, սոցիալականում լինի, գնաճում լինի, իրավական ոլորտում քաոս լինի եւ մյուս բոլոր ոլորտներում, բայց ասենք ջրի կառավարման ոլորտում չլինի։ Ապաշնոր կառավարությունը ապաշնոր է ամեն տեղ, ճգնաժամը ամենուր է։ Օրերս մի քանի հաղորդում նվիրեցի հանցագործության վիճակին։ Ասացի, քանի հոգու ուզում եք հեռացրեք համակարգից, ում ուզում եք հեռացրեք, թեկուզ նախարար ու տեղակալներ, ոչինչ չի փոխվելու, ինչպես որ ոչինչ չփոխվեց Նիկոլի դասընկեր Վահե Ղազարյանին Արփինե Սարգսյանով փոխելով։ Այնպես էլ ոստիկանապետերի տեղակալներին հանելով չի փոխվի, որովհետև ոստիկանության առաջնահերթությունները նրանց առջև դրած խնդիրը չեն փոխվել, մնացել է նույնը, այն է բռնել ընդդիմադիրներին եւ պահել Նիկոլի անվտանգությունն ու աթոռը։ Սրանք ներքին գործերի նախարարի 3 տեղակալներին հանեցին գործից ու տարան նախարարի խորհրդական, որ նորմալ չեն աշխատում, նորմալ խորհուրդ կտան։ Այսօր կարդացինք Վանաձորում հերթական դանակահարության մասին։ Մի տնից 2 հոգու։ Սա Ժողովուրդ ջան, ճգնաժամի մասին է։ Մեկ այլ ճգնաժամ։
15 օր է հայկական բեռնատարները Վրաստանից չեն կարողանում Հայաստան գալ։ Հեղուկ գազով եւ ածուխով բեռնված մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին։ Վարորդներն ասում են, վրացիները փակել են մեր ճանապարհը դեպի Հայաստան եւ պահանջում են $700 առանց պատճառաբանության։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանն ասում է, սպասում ենք վրացիների պարզաբանմանը։ Անհասկանալի, ասում է մեզ համար սա։ Վրաստանում ժողովուրդ այդ իրավիճակն է փետրվարի 12-ից 15 օր։ Փետրվարի 20-ին Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանի այցելուն Վրաստանի էկոնոմիկայի նախարարը խոսում են իդեալական տնտեսական կապերի մասին, հատուկ քննարկում են բեռների տարանցումը։ Բազմապատման աղյուսակից բան չհասկացող Պապոյան Գևորգը չի հարցնում իր գոլեգային, թե ինչ եք անում մեր ֆուրերի հետ։ Հիմա ասում է, մեզ համար անհասկանալի է, իսկ մեզ համար խիստ հասկանալի է, թե ինչու ձեր օրոք տարին առնվազն 10 անգամ խնդիր է լինում վրացիների հետ, վրացական անցակետերում։ Հայաստանի Հանրապետության այս կառավարության որոշումները բերում են ճգնաժամերի։ Մեր երկրում այսօր պարտքային ճգնաժամ է, վարկային ճգնաժամ է, կրիմինալ ճգնաժամ է։ Մեր երկրում ուղղակի ահավոր չափերի է հասնում ապօրինի թմրաշրջանառությունը, բանակում կառավարման ճգնաժամ է, գնաճի ճգնաժամ է երկրում, մայրաքաղաքում եւս կառավարման ճգնաժամ է։ Ամենուր կադրային ճգնաժամ է պետական ոլորտում, հակակոռուպցիոն ճգնաժամ է։ Սրանք միայն վայելում են իրենց պաշտոնները, պատավատները, պարգևավճարները, գերթանկարժեք ուղևորությունները։ Ամեն ոլորտում Նիկոլը մտցրել է իր աշխատավոճը, իր ճաշակը, իրեն ձեռնտու ձևը եւ ստացել ենք սա։ Այն որ մեռնում ենք թվարկելով սրանց տված ու չկատարած խոստումները, պատճառը հենց կառավարման ճգնաժամն է։ Չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որտեղ անեն, ինչ միջոցներով անեն, խոստում տալ գիտեն, կատարել չգիտեն։ Ինչ որ բան անելուց էլ բացարձակ չկա ռեալ հաշվարկ, գնահատում, կարևորը ձայն կորզելն է։ Թոշակի բարձրացումը, անգամ 1000 դրամ բարձրացումը սրանք համարում էին անհնար։ Մի քանի տարի չեն բարձրացրել։ Հիմա ձայն տանելու համար մի անգամից ասում են 10,000-ով կբարձրացնենք։ Այս որոշման տակից հունիսին եկող կառավարությունը ո՞նց է դուրս գալու, ինչ խնդիրների է բախվելու, սրանք թքած ունեն, չեն էլ մտածել, կարևորը իրենք ձայն ապահովեն։ Փորձագետներն արդեն նշում են ինչ լուրջ խնդիրների են բախվելու։ Կարճ ասած, մեր երկրին ժողովուրդ ջան, պետք է իշխանություն, որը ունի ճգնաժամային կառավարման փորձ, ոչ թե իշխանություն, որը կստեղծի ճգնաժամեր։ Սրանք ստեղծում են այդ ճգնաժամերը ու հետաձգում այս անգամ էլ մինչև հունիս։ Սրանց որոշումների տակ չկա սրտացավություն, չկա պետության ապագայի մասին մտածում, չկա կառավարություն քաղաքացի հարաբերություն, այլ զուտ նախընտրական հաշվարկ։ Պրոբլեմները չեն լուծվում, հետաձգվում են եւ մի օր պայթելու են միանգամից։ 2017-ին էլ կային բազմաթիվ խնդիրներ, էլի մատնանշում էինք ու ասում, որ պայթելու են ու պայթեցին։